խաղաղությունը արժեք է, ոչ ոք դա չի վիճարկում, բայց այսօրվա իրանց ասած խաղաղությունը, որը իրանք իբր բերել են, դա արժեք չի իմ համար, ինչու՞։ Որովհետև այն խաղաղություն չի, որովհետև այն չունի անվտանգային երաշխիքներ եւ չկան մեխանիզմներ այդ խաղաղությունը պաշտպանելու։ Այս խաղաղությունը կառուցված է մի մարդու կամքից ըստ իրանց։ Եվ հետեւաբար ընտրություններից առաջ մի մարդու տալ տենց քարտեր, այդ մարդու անունը Իլհամ Հեյդարի Ալիևա, եւ ասել, որ այ իր կամքից է կախված այս խաղաղությունը, եւ այդ մարդը պատասխանում է ոնց կարա մանիպուլացնի ընտրական շրջանում, ինչեր կարա ուզի եւ ինչեր է ուզում եւ ստանում է եւ անդադար լինել այդ մարդու կամքից կախված։ Հետեւաբար այն ինչ որ բանակցվել է, բերվել է, ինքը ամբողջությամբ հակասում է բանակցային գործընթացների միջազգային բոլոր եղած փորձերին, լավագույն պրակտիկաներին, վատագույն պրակտիկաներին էլ հակասում։ Այստեղ չկա բանակցային բան, ես դա ձևակերպել եմ հետեւյալ կերպ, որ կա Ադրբեջանի օրակարգ եւ հայկական կողմը գնում է լսում այդ օրակարգը եւ գալիս է իր երկրի ներսում սկսում է ստել, մանիպուլացնել, մարդկանց խաբել, որ բոլոր մեթոդներով հիմնավորել չի։ Հիմնավորել, որ դա հաղթանակ է, դա ձեռքբերում է, դա ճիշտ է, դա լավ է, տենց պետք է արվի եւ այլն եւ այլն։